Շախմատային տախտակ, լարվածություն եւ վայրկյաններ, որոնք որոշում են ովքեր են հաղթողները։ Արաբկիրի շախմատի դպրոցում ավարտվեց Yerevan Spring ID Cup միջազգային վարկանիշային մրցաշարը։ Այստեղ սխալվելու իրավունք չկար, իսկ յուրաքանչյուր քայլ կարող էր վերջինը լինել։ Դե հետո քայլ չունի։ Արդեն պարտված դիրքա ինքը եկավ G4 ու նավև մեկ արդեն մատ եղավ։ 13-ամյա Դավիթ Ստեփանյանը հենց այսպես է հաղթել մրցակցին ու զբաղեցրել պատվավոր առաջին հորիզոնականը։ Տուն է գնում ոչ միայն ոսկե մեդալով, այլև 130,000 դրամ պարգևով ու հատուկ նվերներով։ Շատ լարված պայքար էր իրականում, մինչև վերջ հետաքրքիր էր ամեն ինչը, լրացուցիչ ցուցանիշներով էլի զբաղեցրեցի առաջի տեղը։ Շատ հետաքրքիր պարտիաներ ստացվեցին, նվերները շատ լավն էին, դուրս եկան, հատկապես այն անտիստրես է ուղեղի տեսքով ID բանկի կողմից։ Գումարն ինչի վրա կծախսի, Դավիթը դեռ չի որոշել, բայց ամենայն հավանականությամբ այն կդառնա ներդրում հաջորդ մրցաշարերի ու նոր հաղթանակների համար։ Այս հաղթանակներն ու մրցակցային բարձր մակարդակը հնարավոր չէր լինի առանց հուսալի գործընկերոջ։ ID Bank-ն իր սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում առաջնային է համարում հենց կրթությունը, վստահ լինելով, որ դա ամենահուսալի ներդրումն է ապագայի մեջ։ Իդեպ, մրցաշարը Yerevan Spring ID Cup անունն է կրում հենց ի պատիվ գլխավոր հովանավոր ID Bank-ի։ ID Bank-ի համար սա իսկապես մեծ պատիվ է լինել նման նախաձեռնության հովանավորը։ Մենք վստահ ենք, որ նման մրցաշարերը ոչ միայն զարգացնում են շախմատը որպես սպորտաձև, այլ նաև ձևավորում են մտածելակերպ, կարգապահություն եւ հաղթանակի ձգտում հատկապես երիտասարդների շրջանում։ Yerevan Spring ID Cup-ն անցկացվում է արդեն 3-րդ տարին անընդմեջ, բայց այս մեկն առանձնահատուկ էր, թե հովանավորների, թե աշխարհագրության առումով։ Մրցաշարն արդեն միջազգային է, նշում է Արաբկիրի շախմատի դպրոցի տնօրեն Վարդան Մելքոնյանը։ Այս տարի մասնակիցներ կային նաև Ռուսաստանից եւ Իրանից։ Ընդհանրապես գլխավոր մրցաշարի եւ բրիցի մասնակիցների թիվը 164-ը ավելին էր, քան նախորդ 2 տարիներին։ Եվ շատ ուրախ եմ ես, որ այդ մրցաշարը ավանդական է դառնում, ինչպես նաև Երևան շախմատի ֆեդերացիան իր աջակցությունն է ունենում, որպեսզի մրցաշարը ամեն տարի ավելի լավ անցնի։ Մինչ աշխարհում շախմատային քարտեզը փոխվում է եւ նոր երկրներ են հայտնվում առաջնագծում, Հայաստանի համար կենսական է դառնում սերնդափոխության հարցը։ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը շեշտում է, առանց մասնավոր սեկտորի աջակցության այդ ճանապարհը բարդ կլիներ։ Հայաստանը, քանի որ ավանդաբար շախմատային երկիր է եղել եւ այստեղ մրցունակ է եղել, բայց հասկանալի առանց ներդրումների այդ սերնդափոխության գործընթացը շատ ավելի դժվար կընթանա։ Դրա համար շատ շնորհակալ ենք ID Bank-ին, ով շախմատում պարբերաբար իր մասնակցությունը եւ ուրույն դերը իրականացնում է։ Մրցաշարն ավարտվեց, բայց հաղթանակների շարքը նոր է սկսվում։ Բացի գլխավոր եռյակից Դավիթ Ստեփանյանից, Արմեն Գալաջյանից եւ Գոռ Ասկանազյանից հատուկ մրցանակների արժանացան նաեւ տարբեր տարիքային խմբերի մասնակիցները։ Սա միայն խաղ չէր, սա հարթակ էր նոր ծանոթությունների, փորձառության եւ ամենակարևորը նշանակալի ներդրում հայկական շախմատի վաղվա օրվա համար։